երբ կնոջ դեմքը, մազերը հարդարված են, գեղեցիկ են, ինքը միշտ ուրախ է եւ փոխում է դրանից իր տրամադրությունը։ Դեռ Արցախից ունեի մեծ երազանք, որպեսզի հիմնեի իմ սեփական գեղեցկության սրահը։ Փորձեցի աշխատանքի անցնել, մի 15 օր անցա աշխատանքի հենց Աբովյան քաղաքում։ Իմ հաճախորդների հոգսը մի փոքր թեթևացնելու համար ես որոշեցի շաբաթվա 3 օրն էլ աշխատեմ Երևանում, որպեսզի մի թեթև մոտիկանամ իրանց։ Եկա Երևան եւ սկսեցի մի 7-8 ամիս համարյա, երևի թե մի փոքր ավել, աշխատեցի Երևանում, ուրիշ սալոնում եւ 4 օր Աբովյանում։ Ու ինձ բերեց հասցրեց նրան այս ամեն ինչը, որ ես այսօր հիմնեցի իմ գեղեցկության սրահը, իմ հետ աշխատում են Արցախցի ամենալավ վարպետները։ Ես երբևէ որևէ դրամաշնորհի չեմ մասնակցել եւ ոչ մի տեղից նման աջակցություն չէի ստացել, մինչեւ որ ինտերնետում մի հատ այսպես սլկա տեսա, ուղղակի լրացրեցի եւ մի քանի օր անց ինձ զանգահարեցին, հարցազրույցների մասնակցեցի, գրեթե 4 ամիս մասնակցեցի դասերին, շատ լավ հմտություններ ես սովորեցի, նույնիսկ հետագայում ավելի ընդլայնելու բիզնեսի մեջ։ Շիքենում ստացած իմ գիտելիքները ներկայացրեցի պրեզենտացիայի ժամանակ եւ այդտեղ ներկա էր նաեւ հովի ներկայացությունը, դրամաշնոր չունեցա, բայց ինձ հրավիրեցին նորից հարցազրույցի արդեն հովում։ Այնտեղ նույնպես ներկայացրեցի իմ բիզնես գաղափարը, արժանացա դրամաշնորհի, կարողացա ստեղծել Ավագյանց բյութի գեղեցկության սրահը։ Շատ ուրախ եմ, որ հովը հավատաց ինձ եւ աջակցեց, որպեսզի մի օր ավելի շուտ կարողանամ ստեղծել, հիմնել Ավագյանց գեղեցկության սրահը։